Եվ այսպես քաղաքական դաշտի հիմնական բևեռները կարծես թե ձևավորվել են Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան, նրանք չեն էլ թաքցնում, որ ընտրությունից հետո դաշին կկազմեն դաշտի մի մասը ասում է, որ սա ռուսական գրոհ է, ռուսական պրոյեկտ է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը կրկին թեքեն դեպի Ռուսաստան, մի մասն ասում է, որ սա փրկություն է, գալիս ենք թուրք-ադրբեջանական տանդեմից փրկենք։ Որտեղ է ճշմարտությունը։ Ճշմարտությունը առաջին տարբերակի մեջ է։ Իհարկե, նախ ընդհանրապես այդ ուժերը հենց մի հատ հասկանանք ովքեր են։ Դրանցից մեկը, այդ ուժերից մեկի վարչապետի տեխնացու սահմանադրության հետ խնդիր ունի։ Թող մի հատ այդ խնդիրը լուծեն, հետո մի հատ մեծամասնություն կազմեն սահմանադրությունը կփոխվի, որտեղ միայն նա կարող է փրկել երկիրը։ Այսինքն սահմանադրությունը հարմարեցեն հորոխբորը, ոչ թե միջազգային իրավունքին, ոչ թե Հայաստանի ինքնիշխան կյանքին։ Հա, բանս եք ասեմ, որտեղ հորոխբերը կարող է փրկել երկիրը։ Չէ, բայց դա սահմանադրական հեղաշրջման տար է պարունակում մեջ։ Այդ իրենց ասելով ոչ չի, իրենք ամեն ինչ կարող են բացատրել։ Այսինքն իրենք դրսից քվեարկեն օրենքի համաձայն։ Այսինքն իրենք սահմանադրությունը հարմարեցում են մարդուն, ոչ թե մարդու իրավունքին, այլ մարդուն։ Իրենք գնացել են դրսից մարդ են ճարել, իրենք իրար հետ պայմանավորվել են, որ այդ իրենց ճարած մարդը մակեդոնացին է, եկել ասում են ձեր պետության սահմանությունը իրեն հարմար չի, փոխեք, որ ինքը գաց էս փրկի, ընդ որում իրենց բացատրությամբ փրկի։ Այսինքն նախ իրենք նայեք ոնց է ինքնիշխանության բարձր գիտակցում ունեցող ժողովուրդների մոտ այդպիսի դատողությամբ մարդիկ եւ հակապետական մտածողությամբ մարդիկ կեստոկոզան չեն։ Ինչի է հակապետական։ Որտեղ հակապետական է, որտեղ նա հակասահմանադրական է։ Իրենք սահմանադրական հեղաշրջման հայտ են ներկայացրել։ Սահմանությունը հարմարեցնել իրենց հորոխբորը, ոչ թե սահմանադրականության ժամանակակից պահանջների, այլ կոնկրետ մարդու։ Հետևաբար իրենք թող սա բացատրեն։ Ես կարծեմ ստեղ խնդիր ունեն իրենք։ Իսկ պարզ է, այս մարդիկ հավաքականորեն ովքեր են։ Մենք ժամանակին գիտենք, որ մի ժամանակ առաջ այստեղ մարդ էր գործուղվել Կիրիենկոն, որի վրա գրած է կուրատոր, որը ես կարծեմ մեր պետության համար վիրավորական է։ Ինչ նշանակում կուրատոր, բայց նշանակել են այդ մարդը, հիմա այդ մարդը համակարգում է։ Եվ այս մարդիկ, եթե իրենց տապ հակաբանությունները թողնենք, նայենք իրենց դիսկուրսը։ Իրենք տորպետահարում են Հայաստանի ցանկացած փորձ գտնել հնարավորություն սեփական ինքնիշխանությունը պահելու, որտեղ Հայաստանը նվազագույն փորձ է որոնում, անպայմանորեն Թուրքիայի լեշը կողքից հանում են սրանք, եւ դա Ռուսաստանից են ասել, Թուրքիայի լեշը հանեք, մեղադրեք թուրքամետության մեջ։ Բայց այդ մարդիկ ովքեր են։ Սա Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի դերակատարներն են, տարբեր դրսևորումներով, մի քիչ նորացված դեմքերով, օսլայած դեմքերով, բայց որոնք Հայաստանի ռուսական անցյալն են։ Եվ սա այո, ռուսական գրոհ է, ոչ թե իշխանության դեմ, այլ պետության դեմ։ Իրենք գալու են Հայաստանը փրկեն, որ հանձնեն Ռուսաստանին հետ իրենց նպատակը։ Բայց տեսեք, նրանք ասում են, ես լավ թեզեր են ասում։ Այ ասում են, այս իշխանությունները Ալիևը ինչ ուզում է տալիս են։ Մենք կգանք եւ Ալիևին կդնենք տեղը։ Նախ դա իհարկե տենց չի, բայց իրենք էլ ժամանակին ինչ Ռուսաստանն է ուզել, իրենք էլ Ռուսաստանին են տվել։ Հիմա ես ուզում հասկանալ, էլի, շատ մեծ տարբերություն կա, դուք ձեր պետության ինքնիշխանությունը ում եք հանձնում։ Ռուսաստանին, թե ենթադրենք Ալիևին կամ ասենք Կոնգոյին, շատ մեծ տարբերություն կա։ Իրենք մեր ժողովրդին բացատրել, իրենք ինչու են մեր երկաթուղիները հանձնել ռուսներին, որը այսօր միջնադար է։ Իրենք մեզ բացատրել են ինչու է մեր հեծը ռուսական կապիտալ, այդ որ վրան այդ առնողը հայանուն է, բայց կապիտալը ռուսական է, չէ։ Իրենք մեզ բացատրել են, օրինակ ինչու է Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը հանձնված Ռուսաստանին։ Եվ սա արդյոք այսինքն այնքան են հանձնել ամեն ինչ, որ ինքնիշխանությունը ակնհայտորեն վտանգվել է։ Ես ուզում իրենց հասկանալ է, տարբերությունը շատ մեծ է, ով է մեր պետությունը փլցնում, Ռուսաստանը թե Թուրքիան։ Այդ մեկ իսկ Ալիևին գործող իշխանությունը ինչ է տվել։ Ինչ է տվել, ինչ է ուզել որ տվել են, էլի։ Մա թող սա բացատրեն, հակառակը ինչ ուզում է չեն տալիս։ Այ որ տային իրենք կլինեն ճիշտ։ Բայց ասում են մենք կգանք եւ Ալիևին ասենք ոբշում հանգստացի։ Ունախ թողել եմ այդ իրենք հանգստանան, իրենք լավ կլինի իրենց այստեղ կառավարող պետության ասել մի հատ հանգստանցի, գրոհը մի շարունակի Հայաստանի դեմ, հերիք է համագործակցես թուրքական գործոնի հետ եւ երկու պետությունով քշեք Հայաստանի ինքնիշխանության դեմ, իրենք թող դա ասեն։ Բայց իրենք դա ասել չեն կարող։ Իրենք այդ հնարավորություն էին ժամանակին ասելու։ Մենք մի հատ բան ունենք, 200 տարեկան առաջին նախագահ ունենք, որը ժամանակին ինքը պետք է ասեր, բայց բարձրվում է ինչ-որ չի ստացվել որ ասի։ Հետո եկել են իր աշակերտները, մեկը 10 տարի ղեկավարել էր, բարձրվում էր շատ ուժեղ դեմքեր, բայց ինքն էլ ոնց որ չի կարողացել ասի։ Հետո մի հատ երրորդն եկել 10 տարի կառավարել, բարձրում է ինքն էլ լավ չի կարողացել ասի։ Հիմա եկել են պետությանը գցել են պատերազմի մեջ եւ ուզում են որ այդ պատերազմը շարունակի, բարձրում է իրենք կարող են հիմա ասել, հա, իրենք չեն կարող ասել, սուտ են ասում։ Իրենց նպատակը այս խաղաղության process-ը ջրելն է։ Այս խաղաղության process-ը Ոչ, բացուսկեսը նրանք ասում են մենք կբերենք խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն։ Դա ո՞րն է ընդհանրապես։ Օրինակ եթե Ալիևը ասում է Սևանը գյոք չէ, մենք մտնենք բան կասենք որ կշշկրվի։ Ինչ։
Շուտ բան։ Ալիևին։ Այո։ Դե տենց ասելով ոչ չի։ Նախ Ալիևի ասելով չի, Ալիևը շատ բան կարող է ասել, բայց արդյոք ընդհանրապես սա ճիշտ է, Ալիևը դիսկուրսով ագրեսիվ է, բայց վարքով ագրեսիվ չի, խաղաղվել է։ Հետևաբար իրենք ընդհանրապես նայեք ոնց է, իրենք երբ որ ասում են մենք կգանք, մենք ուժեղ ենք, ուժեղը պես չի է, անձով չի է։ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցանկացած բան։ Հիմա չեն կատարում, իրենք որ գան կատարելու են։ Իրենք որ գան կատարելու են Ալիևի ցանկացածը, որպեսզի հետո լինի Ռուսաստանի ուզածը։ Հիմա մենք դա չենք կարողանում կատարել եւ սա հարմար չի իրենց։ Եվ իրենք չեն կարողանում իրենց վրա դրված պարտականությունը հանուն Ռուսաստանի կատարել։ Իրենք են կատարել։ Իրենք չեն բանակցել, որ 7 շրջանները պետք է հանձնեն։ Օրինակ ես համաձայն չեմ դրա հետ։ Ինչ եք բանակցել, որ 7 շրջանները պետք է հանձնեիք։ Ես համաձայն չեմ։ Դուք հանձնվել եք ժամանակին։ Դուք նույնիսկ առանց պատերազմի եք ստորագրել, որ պատրաստ եք հանձնելու։ Դա դուք եք արել։ Հիմա եկել եք այտենց հերոսացած դեմքերով էս Հայաստանի ժամանակին Հայաստանի վաթարագույն մարմնի վրա ինչ-որ բաներ եք անում։ Բայց բարձր որ այս նպատակը որն է, խաղաղության գործընթացը փչացնել է նպատակը։ Որպեսզի նորից պատերազմական իրողություններ լինի, որպեսզի նորից Ռուսաստանը գա այստեղ, որտեղ իրենք եթե իրենց դիսկուրսը նայեք, իկով թողնենք իրենց ծրագրում դրված կեղծ հերոսական թեզերը։ Իրենք գիտեն իրենց կրկեսի ֆոկուսն է, կարող են գալ այս քաղաքականության մեջ էլ անեն։ Սրա փոխարեն էս կբերենք, մոդուլային ատոմականի տեղը էս ուրիշ բան կբերենք, Չինաստանից կբերենք։ Այդ Չինաստանը կողից կպցել են, որ մարդիկ չջոգեն, որ տակա Ռուսաստանն է։ Ռուսաստանն է ասել։ Ռուսամետ ուժերը ներդրումները խոստանում են Չինաստանից։ Որ ոչ Չինաստանի տեղը գիտեն, ոչ էլ այդ ներդրումները գիտեն։ Այդ Ռուսաստանն է հուշել, ասել է շարը գցեք Չինաստանի վրա, որ չջոգեն, որ ես եմ տակը։ Ընդհանրապես նայեք, պետությունը որտեղ որ որոշակի հնարավորություն է որոնում, որտեղ որ նոր ձեռքբերում ունի, իրենք ասում են դրանից Ռուսաստանում էլ կա։ Հետո ինչ կա, ինչ անենք, Կոնգոյում էլ կա, գնանք այնտեղից բերենք, բայց չէ որ այստեղ նաև կարողությունների հարց կա, չէ, իրենք պետք է օբյեկտիվ լինի, մի քիչ այնպես պետք է խոսան, որ մի քիչ ձևական օբյեկտիվություն լինի։ Այսօր այդ տեխնոլոգիաները ամնում են, չէ։ Այդ երկաթ գծին են կպել, որ ասենք ենթադրենք Ռուսաստանը երկաթուղի ունի, բարեստական բանականությունը, բայց ինչ են կանելու։ Բայց այստեղ հարցը գիտեք որն է։ Նախ իրենք այդ մոդուլային ատոմականի մասին ես ենթադրում առաջ անգամ են լսել, ոչ Չինաստանի տեղը գիտեն, ոչ էլ մոդուլային ատոմականի մասին են լսել։ Այդ դիսկուրսը եւ այդ երևույթը նոր է մեր կյանքում։ Իրենք չեն լսել դրա մասին։ Բայց այս նպատակը ո՞րն է, նայեք, եթե մենք հրաժարվում ենք այս ԱՄՆ-ի կողմից առաջարկներին, այդ առաջարկները, նայեք, իրականում մեր տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների պայմաններում դետալ են։ Այստեղ գլխավորը ո՞րն է, որ ԱՄՆ-ի, նաեւ Եվրոպայի ջանքերի շնորհիվ խաղաղվել է մի ագրեսիվ պետություն, որը ունի շատ ուրիշ նպատակներ, եւ կարեւորվել է Հայաստանի դերը։ Դրանից հետո են այդ տեխնոլոգիաները առաջարկվում։ Հիմա եթե Հայաստանը այդ տեխնոլոգիաները այ չի խաղաղվել։ Հիմա լռում է, որ իրենց իշխանությունը ընտրվի, որ հետո ուզի ինչ ուզում է։ Դե այտենց հիպոթետիկ դատողություններով չի։ Ես էլ ասում եմ, այտենց չի, ամեն ինչ պետք է հիմնավորել, ասելով չի։ Ես էլ կարող եմ ասել հակառակն է։ Հիմա լռում եմ, որ հետո ավելի շատ լռի։ Այսինքն դա ինչ բացատրություն է։ Կա կոնկրետ փաստ, կա Ալիևի դիսկուրսը, որը մի քիչ ագրեսիվ է, հիմա մի քիչ նվազել է իհարկե, բայց կա կողքից իրողությունները, կա երթումը ԱՄՆ-ի նախագահին, որ խաղաղության օրակարգից չի շեղվելու։ Հայաստանի հետ բանակցած խաղաղության պայմանագիրը, որը ժամանակին կստորագրվի։ Միջպետական հարաբերությունների մեջ գոնե տնտեսական հարաբերություն, մինիմում հարաբերություններ։ Հիմա իրենց ասածը եւ այս գործող իրողությունները իրար հետ համընկնում չեն համընկնում։ Պարոն Սարգսյան, նրանք ասում են, որ կվերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ռուսները կրկին մեր անվտանգությունը կերաշխավորեն, որ այդպես հիմա չեն անում, մեղավոր մենք ենք։ Բայց նախ մեր անվտանգությունը արդեն նվազագույն իմաստով մենք ինքներս երաշխավորում ենք։ Իրենք մնացել են միջնադարում որոնել ինչ որ մեկի, այսինքն իրենք որոշել են, որ իրենք ոչ մի բան են։ Ինչ որ մեկը պիտի իրենց անվտանգությունը, եկեք օբյեկտիվորեն խոսանք։ Եվ չի կարա այդ հարցակման հանգարց թուրք-ադրբեջանական հարցակում լինի, չեն կարա պաշտպանվենք։ Եթե Ռուսաստանը մեզ կպաշտպանի։ Իրենք Ռուսաստանից հարցակում լինի, Ռուսաստանից հարցակում ոնց է։ Բաբա, եթե լինի, իսկ ով է ասել, որ չի լինի։ Իրանք կվերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի։ Նախ նայեք, այդ Սամվել Կարապետյանը կլինի մեր վարչապետը, կնստի Պուտինի դեմը, Պուտինին կասի հենց այդ հանգստացի, մենք պետք է անենք սենց, Պուտինն էլ կասի ուժեղ տղամարդ է, արեք, մենք կվերականգնենք, կպաշտպանենք դες թուրքերից։ Նայեք, ընդհանրապես մարդով չի, պետության հավաքական պոտենցիալով է, ոչ թե օրինակ հիմա, ոչ թե իշխանությունն է թույլ, այլ պետությունը։ Իշխանությունը լավ էլ ուժեղ է։ Այսինքն դուք թույլ պետության վրա բերելու եք մի հատ մակեդոնացի ձեր կարծիքով, որ ես ում իրենց հարցնել էլի, դուք ո՞ր պոտենցիալով եք կռվելու։ Եթե այս պետությունը թույլ է ենթադրենք, ո՞ր պոտենցիալով եք կռվելու, այդ մարդու ուժով։ Բայց իրենք չեն ասում, որ մենք կռվելու ենք։ Բա ինչ են ասում։ Իրենք ասում են Ռուսաստանը մեզ կպաշտպանի, այդ հարցը կլուծեն կտրեն։ Չէ, այսինքն ամեն դեպքում իրենք որոշել են, որ իրենք ոչ մի բան են։ Սա մենք փաստ ենք։ Իրենք որոշել են, որ իրենք ոչ մի բան են, իրենց տեղը ինչ որ մեկը պետք է գա կռվի, որ չի կռվել։ Նախ փաստով որոշվել է, չէ՞։ Այս ընդ որում ասեմ, հիմա
Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմա են վերականգնվում։ Մինչև այդ մենք Ռուսաստանի հետ ըստ էության նորմալ հարաբերություն չենք ունեցել։ Եղել է սյուզերենի հարաբերություններ։ Հայաստանը եղել է Ռուսաստանի ենթակա պետություն։ Հիմա է Հայաստանը ինքնիշխան դառնում։ Հիմա է իսկական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դժվար։ Բայց դուք փրել եք միայն միակ անվտանգության համակարգը։ Որ չի եղել, այդ ձևականորեն եղել է։ Որտեղ է անվտանգության համակարգը։ Ընդհանրապես ամեն ինչ պետք է ստուգել, չէ՞, դա ասելով չի։ Ստուգել ենք, չէ՞, անվտանգության համակարգը։ Հակառակը դա եղել է Հայաստանի անվտանգության դեմ համակարգ։ Ձեռը ոտը կապել են, որ այդ բևերը չկարողանա աշխատել, երբ ուզենա գցեն։ Եվ այդ համակարգը դա է արել։ Մենք ստուգել ենք, չէ՞, ՀԱՊԿ-ին։ Այդ ՀԱՊԿ-ն էլ ՀԱՊԿ չի, դա Ռուսաստան է։ Կատարել է իր պարտականությունը։ Մենք Ռուսաստանի հետ արևմուտքի հետ խաղեր ենք տվել։ Արևմուտքի հետ ոչ վստահելի պարտներ ենք դարձել։ Արևմուտքի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խաղեր չէ տալիս, հակառակը Հայաստանի Հանրապետությունը ենթադրում եմ այդ ժամանակ շատ ավելի ռուսական կողմնորոշական քաղաքականություն էր վարում, քան նույնիսկ նախկինում է եղել։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ռուսների համար զորախումբ ուղարկեց Սիրիա, չէ՞, կարող է չաներ։ Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունը, որը առաջին անգամ ՀԱՊԿ-ի մեխանիզմները աշխատացել է Ղազախստանում։ Դա Հայաստանի Հանրապետությունն է արել, չէ՞։ Այսինքն ինչով է հակառուսական չի, հակառակը ինչքան ռուսամետ լինեք, այնքան ավելի վատ, եւ դա ռուսամետ լինելու հետևանքն է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը նայեք, այսօր արևմտամետ քաղաքականություն չի վարում, Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսի, ուժերի հաշվեկշռի քաղաքականություն, որտեղ Ռուսաստանը մի հատ դետալ է։ Բայց իրենք ինչ են ուզում, իրենք ունեն այն չծնված օրվանից կողմնորոշում, ծնվել ես կողմնորոշվի, իսկ իրենց է հիմնականում ռուսական կողմնորոշումն է, բայց վատը գիտեք ո՞րն է, որ կողմնորոշում էլ չի, քաղաքական մտածողություն չի իրենցը։ Որ քաղաքական մտածողություն լինի, կնստենք քննենք։ Կարող է մարդկանց ասացի մեջ տրամաբանություն կա։ Իրենցը սյուզերենի հարաբերություն է, հանձնվենք Ռուսաստանին, փրկվենք։ Իրենք ունեն անվտանգության բանաձև, ճորտությունը որպես ազգային անվտանգության մոդել։ Դա է իրենց մոդելը։ Բայց մնացածը ձևականորեն փաթեթավորում են։ Ռուսի հետ խոսենք, Թուրքիի հետ խոսենք, խոսում ենք։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի ուժեղ է, շատ ավելի ինքնիշխան է, եւ եթե այսպես շարունակի, կունենաք իսկական գործընկեր Ռուսաստան։ Նրանք կփրկեն մեր տնտեսությունը։ Գիտեք 300,000 աշխատատեղ կստեղծվի, միլիարդավոր դոլարներ կհոսեն Չինաստանից, Իրան, Հայաստան երկաթգիծը վերջապես կկառուցեն, մետրոյի կայաններ եւ այլն եւ այլն։ Ներդրումներ մեգա ծրագրեր կլինեն։ Ընդհանրապես ամեն ինչ կարելի է խոսել, իրենք այնտեղ ձերի վարչապետեր կա, այդ մոռացակ ասել որ պետք է լինի։ Եվ դրա համար փող չեն ստանում։ Այո, որ հակապետական մտածողություն է։ Սա պետությունը լուծարելու հայտ է։ Այս մեկ։ Նախարարներին ծրարով փող կտան։ Այո, եւ այդ տվողներն էլ ովքեր են։ Այդ էլ պետք է ճշտել։ Եթե դրա համար էլ իրենք այդ ճանապարհով պետություն են լուծարել, բայց մի հատ իրենց ասածը ստուգենք։ Իրենք մարդիկ են, որոնք ժամանակին ունեցել են երկար ժամանակ, թագավորել են Հայաստանում եւ ունեցել են հնարավորություն իրենց ասածների 5%-ը անելու, 100%-ը չէ, 5%-ը։ Այդպեսի բան ես կարող եմ ասել, իրենք չեն կարող ասել։ Հիմա մենք ունենք ժամանակին Հայաստան-Իրան գազամուղ, չէ՞, որը մրցակցություն էր ապահովում եւ որը աշխատում էր եկամուտով ժամանակ, ինչ են վաճառել ռուսներին։ Բացատրություն ունեն, թե չէ։ Ինչի է Հայաստանը ամբողջությամբ գազից կախված մի պետությունից։ Մրցակցություն կար։ Իրանը կար եւ Իրանը դաշնակից պետություն էր։ Հիմա ասեմ հակառակը, իրենց արածի հետևանքով Իրանը Հայաստանը դիտել է թշնամի պետություն, որպես ռուսական ագրեսիայի տարածք։ Իրենք են դա արել։ Հիմա բացատրությունն է, թե չէ։ Իրենք ղեկավարել են հեծը, չէ։ Այս փտած հեծը։ Նայեք, հիմա օրինակ մարդկանց կյանքը գնալով ավելի շատ է կապվում էլեկտրաէներգիայի հետ։ Մարդիկ մեքենա են ռիսկավորման դնում, չէ։ Այսինքն ամեն ինչ կախված է էլեկտրականության հետ։ Դուք ձեր փտած մալուխներով կարողացել եք ապահովել նորմալ էներգետիկ անվտանգություն Հայաստանում։ Դու դա չեք կարել։ Ձեր ժամանակ Հայաստանը աշխարհի ամենակոռումպացված եւ փտած պետությունների շարքում է։ Նրանք կպայքարեն կոռուպցիայի դեմ՝ ի տարբերություն այս իշխանությունների։ Մի քիչ տրամաբանություն կա այն իմաստով, որ գործող իշխանությունը լավ չի պայքարել իրենց դեմ, որպես գլխավոր կոռուպցիոներների։ Եվ հիմա, քանի որ իրենք դեռևս շարունակում են կենսագործունեություն իրականացնել, նաև մեր երկրի քաղաքական կյանքում, որ վաղուց չպիտի կարողանային, գոնե բարոյապես չպիտի կարողանային, հա, այտենց բաներ խոսեն, կոռուպցիոներները եկել խոսում են կոռուպցիայի դեմ։ Բայց բարձր որ իրենք դա չեն կարող անել։ Իրենք մարդը կոնկրետ ասում է, փող չի ստանալու, կաշառք ենք տալու նախարարին, ասում է գալիս ենք, բանը կաշառքը վերացնենք։ Ասում են մի բան, անում են հակառակ բան։ Եվ նայեք, ձեզ մի բան ասեմ, եթե օրինակ կենտրոնական ընտանեկան հանձնաժողովը մի քիչ պինդ լինի, կամ թեկուզ օրինակ դատախազությունը մի քիչ պինդ լինի, ինձ կձերբակալի այդ արտահայտության համար։ Այսինքն դուք հիմիկվանից խրախուսում եք կաշառքը։ Դուք նախարարի կաշառելու եք, չէ՞, բայց նախարարը ձերը պիտի աշխատեն։ Չէ, դրանով փող են տալու։ Դե դա կաշառք է։ Կաշառք է, բայց ինչ եք փող տալիս, եթե կա պետություն։ Եվ պետությունը վճարում է իր նախարարներին։ Այսինքն մարդիկ խոսում են կաշառքը վերացնելու մասին, գլխավոր կաշառակերները, իրենք պետք է բացատրեն այդ ինչպես է եղել, որ այս արտագաղթող, անիրավված 30 նվազագույնը 30% աղքատություն ունեցող Հայաստանում իրենք եղել են միլիարդատերեր։ Ոնց է լինում։ Գոնե նվազագույն բարոյականություն էլ չունեն։ Բարոյականություն։ Եվ հարցը գիտեք ո՞րն է, օրինակ
Ռուսաստանը ինչ է ասում, ասում է 165 միլիոն դոլար փող եմ չէ ծախսելու այստեղ ինչ որ հիբրիդային հարձակումների համար։ Խի սրանք այդ փողը չունեն, ունեն, բայց ինչ է որոշել ծախսի, որտեղ գիտի որ քծիպ են։ Չեն ծախսելու սրանք այդ փողը։ Այսինքն սրանք նույնիսկ այնքան քծիպ մարդ են, այսինքն որ այնքան կաշառակեր են, այնքան է կողոպտել սեփական պետությանը, որ այսքան խիղճել չեն ունեցել։ Եվ դրա համար Ռուսաստանը որոշել է ստիպված 165 միլիոն դոլար փող տա, որովհետև սրանց վրա հույս չկա։ Բայց սրանք 165 միլիոն էլ ունեն, ավելի շատ էլ ունեն։ Հետևաբար եք թող հեքիաթը չպատմեն։ Կփրկեն եկեղեցին։ Հիմա եկեղեցու վրա հարձակում կա։ Մեր ինքնությունը չեք զգում, որ ամեն օր ձեր ինքնության վրա հարձակվում են։ Իրենք հարձակվում են։ Եկեղեցու բարձունքում հեծնած ղեկավար դասի մի հատված մեր ինքնության դեմ գրոհում է։ Իսկ մենք որպես հասարակություն, որպես անհատներ, նաև իշխանությունը եւ ժամանակին խելքի եկավ կամ միգուցե ուժը տեղը հավաքեց նոր է անցել գրոհի, մեր եկեղեցին օկուպացված է ռուսական աշխարհայացքով, հակաքրիստոնեական սեգմենտով։ Նայեք, առիթ ունեցել եմ ասել, հիմա էլ եմ ասում, մեր կաթողիկոսի գահը զբաղեցրած մարդու եղբայրը Եզրասը Ռուսաստանում Նախիջևանի, չէ՞, նոր Նախիջևանի թեմի առաջնորդ։ Այդ մարդը հարցազրույցում է ասում է մեր եկեղեցին երկբնակ է, բայց մեր եկեղեցու դավանանքը միաբնակությունն է։ Ինչու ասում երկբնակ է։ Մցել է ռուսական եկեղեցու տակ։ Հիմա ով է մարդը, սա կամ տագետ է, կամ էլ կակեբեշնիկ է։ Կամ էլ երկուսն էլ իրար հետ։ Մեր եկեղեցին առանձին եկեղեցի է։ Մեր դավանանքը լրիվ ուրիշ է։ Ռուսական դավանանքի հետ կապ չունի, բայց կապել է ռուսական դավանանքի հետ։ Եկեղեցին, որը ուներ հոգևոր, բարոյական, պարտականություն, պատերազմից հետո թուլացած Ադրբեջանի ագրեսիայի տակ գտնվող մի ամբողջ ժողովրդի եւ պետությանը մի քիչ ոգեղենություն տար, հոգևոր կյանքը ուժեղացնել, հակառակը կպել էր բաներ, պետության դեմ էր գործում։ Եվ հիմա եկել է պետությունը հավանաբար ժամանակին ուժը տեղը չէր, հիմա ուժը տեղն է, եկել է հավաքվել եւ պահանջներ ներկայացնում։ Եվ մեր եկեղեցին նայեք, աշխարհի հավանաբար ամենադաժան հալածանքները տեսած եկեղեցի է։ Տո ռուս տո թուրք, տո ինչ ասես, եկել այդ հալածանքներից, տանջանքներից հետո հասել է իր ժողովրդի նվազագույն փրկության հնարավորություն է որոնում, հիմա էլ բարձում է 4 հատ կակեբեշնիկ եկեղեցին վերցրել, ասում են մենք սա ծմա ենք։ Ինչով եք ծմա դուք։ Մեր եկեղեցու հոգևոր դասը մտածողությամբ հակաքրիստոնյա է եւ հակապետական։ Հետեւաբար պիտի գնա։ Ինչու։ Ամեն ինչը վարքով, ամեն ինչով ասեցի, դավանանքն իրենք այլասերել։ Մեր դավանանքը իրենք այլասերել, կրկնում եմ։ Մեր եկեղեցին մյուս եկեղեցիներից տարբերվում է։ Կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները Աստծո կերպի բացատրության վերաբերյալ ընդունում են երկբնակության սկզբունքը։ Նրանք ասում են Աստված երկու հատ է, եւ երկնային է, եւ երկնային է։ Մեր եկեղեցին ասում է Աստված մի հատ է, հոգին չի կարող լինել առանց մարմինի, մարմինը առանց հոգու։ Մենք ընդունում ենք միաբնակության սկզբունքը։ Սրանով մեր եկեղեցին տարբերվում է նրանցից։ Բայց այս կաթողիկոսի ախպերը ասում են մենք երկբնակ ենք։ Հիմա այսինքն ի՞նչն է նպատակը։ Մցրել է ռուսական եկեղեցու ոտերի տակ։ Եվ եկեղեցու մեր դավանանք այլասերում է, ինքը սրա համար գոնե ընդհանրապես հոգևոր գործունեությամբ պետք է չզբաղվեր։ Այս մարդիկ ինչ են արել, վեղարը հակել են, աստվածաշնչը վերցրել են ձեռքերը, հակաստվածային գործ են անում, սեփական պետության եւ եկեղեցու դեմ։ Ես առիթ ունեցել եմ ասել, հիմա էլ շատ եմ ասելու։ Քրիստոնեությունը ունի հիմնարար սկզբունքներ։ Քրիստոնեության սոցիալական ուսումնքներից մեկը կարեկցանքի սկզբունքն է։ Կարեկցանք։ Եթե դու քրիստոնյա ես, այն էլ հոգևոր մարդ ես դու, չէ, եկեղեցական։ Դու պարտավոր ես կարեկցանքով վերաբերվել։ Հիմա կար իշխանություն, ժողովուրդ, որը խնդիր ուներ աշխարհի հետ։ Որտեղ է ձեր կարեկցանքը։ Որտեղ։ Հակառակը, դուք հակաքրիստոնեական գրոհ եք կազմակերպել մեր պետության եւ եկեղեցու դեմ։ Եվ օտարել եք մեր եկեղեցին։ Օտարել եք սեփական եկեղեցին ժողովրդից, հետեւաբար մենք ունենք պարտավորություն մեր եկեղեցին ազատագրելու դարավոր գերությունից եւ իր նորմալ քրիստոնեական աստվածային տեսքով հետ բերելու դեպի մեր ժողովուրդ։ Ինչու են նրանք խառնվում քաղաքականությանը։ Դե որովհետեւ ենթադրում եմ դա ռուսական ռևանշիզմի հոգևոր հենարանն է։ Տարբեր բաներ փորձեցին, նոյեմբերի 9-ից հետո փորձեցին հեղաշրջում անել, ուժային կերպով չստացվեց։ Դրանից հետո փորձեցին ընտրությունների ժամանակ գրոհել, ելի չկարողացան։ Ժողովուրդը մնաց իմաստուն եւ մենք կարողացանք պետությունը պահել։ Անընդհատ բաներ են, այտենց դարակներով հայրենասերներ ունեն։ Այս մեկին բերեցին չեղավ, մի հատ այտենց էմիսար են դրսից բերել, այտենց բարերար վրան գրել են, զզվացրին թողին այս բարերարությամբ։ Դա չեղավ էլ եկեղեցին է։ Եվ եկեղեցին ինքնի բացատրի մի բան։ Դուք գոնե մեր ժողովրդի հոգևոր կյանքը քննեք, ժողովրդին բերեք դեպի եկեղեցի։ Դուք հակառակն եք, դուք քաղաքական գործիչներ եք արտադրում։ Այն մեկը մեղադրվում է տերակտի մեջ։ Ինքը բացատրություն ունի թե չէ։ Ինչու է մարդը նստած։ Այն մեկը մեղադրվում է, դե թող նախ քաղաքականության մեջ չմտնեն, որ այսինքն եթե մարդիկ ընդունում են որ քաղբանտարկյալ է, նշանակում է մտել է քաղաքականություն, որի իրավասությունը ինքը չունի։ Այսինքն եկեղեցին բաներ է արտադրում, քաղաքական գործիչներ, որի պարտականությունը ինքը չունի։ Դա իր պարտականությունը չի։ Եվ մարդիկ ինչ են անում, անընդհատ նախ մեր հոգևոր կյանքն են այլասերում եւ նաեւ քաղաքական կյանքն են այլասերում։ Ինքը սա պետք է բացատրի։ Ինչու է կաթողիկոսը հովանավորում ինչ որ սրբազանների վրաները գրած սրբազաններ, որոնք քաղաքական պրոցես, սեփական ժողովրդի դեմ մարդը հոգևոր մարդ է։ Տատու հետ պայմանավորվել է, որ ինքը փրկիչ է, սեփական ժողովրդի դեմ բարձում է հավերժություն պետք է աներ։ Եվ բարձում է ինքը ճիշտ է։
Եվ բարձվում է եկեղեցին օկուպացված չի։ Եվ բարձվում է մենք ենք եկեղեցու դեմ, հակառակն է։ Իրենք են մեր եկեղեցու դեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։